ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է Հայկ Նահապետյանը եւ մենք կհանդիպենք նաեւ երեքշաբթի օրը ժամը 11-ին։ Շնորհակալ եմ պարոն Նահապետյան, որ արձագանքեցիք եւ եկաք, որտեւ մի քանի հրատապ կարեւոր թեմաներ կան։ Երեքշաբթի առաջի օրը Նիկոլի ցանկությամբ չէ, կայացել էր հանդիպում, ընդ որում դա չթաքցրեց ինքը, շատ հետաքրքիր էր, որ մենք այդ հանդիպումը նաև Կրեմլը լուսաբանեց, մոտավորապես 5-6 րոպե եւ շատ հետաքրքիր երկխոսություն ասեմ, թե հարցադրումներ, թե պնդումներ եւ արձագանքներ, ինչպես դուք կմեկնաբանեք արդեն, ինչ տեղի ունեցավ, ինչ հարցեր բարձրացեց, ինչ նպատակ էր հետապնդում Նիկոլը, ինչ նպատակ էր հետապնդում Ռուսաստանի Դաշնությունը եւ արդյոք ինչ որ բաներ հստակեցվեց, ըստ ձեզ, խնդրեմ։ Գիտեք, հաշվառելով Ռուսաստանի Դաշնության նախագահ ինքը համակարգի ծնունդ անձ է, պետական կառավարման համակարգի անվտանգության ոլորտի։ Ինքը հրաշալի կերպով գիտի Փաշինյան Նիկոլի նկարագիրը, մարդկային նկարագիրը, ուժեղ թույլ կողմերը, հոգեբանական նկարագիրը եւ ինչ սпасել, եթե այս կամ այն ձևով խոսակցության մեջ Փաշինյանը իրան դիսկոմֆորտ ազգում։ Այս ամեն ինչը Ռուսաստան Դաշնության նախագահը գիտի։ Հիմա օրը պատական չէր ընտրված, ապրիլի 1-ը։ Նու Ռուսաստանում մեզ մոտ հումորի օր են ասում, երգիծանքի, նու Ռուսաստանում կա նաև ձեն դուրակով։ Հիմարի, ստախոսների, խաբեբաների։ Այսինքն եթե այսպես հումորի դաշտը մի կողմ դնենք, իրականում Ռուսաստանում սա դիտում են ոչ այդքան դրական պրիզմայով։ Այդ օրը պատական չէր կանչել։ Սա առաջին։ Այն գնահատականները, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը հավաքական առումով դրեց տնտեսության, անվտանգության, քաղաքականության, ակնհայտ էր Արցախի, որտեղ Ռուսաստանի նախագահը Լեռնային Ղարաբաղ ձևակերպում տվեց, ակնհայտ էր, որ Փաշինյանը պետք է կեղծի։ Այսինքն Ռուսաստանի Դաշնության նախագահը գիտեր իր հարցերի տեսական բոլոր պատասխանները։ Եվ որից է նոր բան չէր ասել, այն ինչ որ ասվեց Ռուսաստան նախագահի կողմից, մենք պարբերաբար լսել ենք, չէ՞, գնահատական։ Այդ դեպքում հարց, ինչու էր իրենք անչում։ Ինչու։ Որպեսզի այս ստախոսը մեկ անգամ եւս արձանագրի, որ ինքը այն ընթացքի մեջ է, որը դրել են իրեն ցեղասպան Ադրբեջանը, Թուրքիան եւ Պոռնիկ Եվրոպան։ Այդ Պոռնիկ Եվրոպան էլ, ինչպես ասում են, ականջը կանչի Ռուբեն Սևակի։ Նոր մեր լավ ընկերը ասեց ով է, ես ուզում եմ ձևակերպել։ Եվրոպան այդ դիվանագետ Պոռնիկը ոսկի կցան է, որպեսզի բոզություն հնձե։ Ահա սա է այդ Եվրոպան։ Կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը Փաշինյանին ցույց տվեց դեղին զգուշացման քարտ կարմիր շրջանակով եւ մեր ժողովրդին իրազեկեց, թե ինչ կորուստներ կարող է բերել, եթե Փաշինյանն այս քաղաքականությունը շարունակի։ Ընդ որում ճուշացավ, ընդամենը 3 մենք տեսանք, թե ինչպես Հայաստանը դառնալով տրանզիտ երկիր հանցանալով, օրինակ Եվրոպայից մտնում է ծաղիկներ, էժան։ Այդ ծաղիկները, եվրոպական ծաղիկները Հայաստանում դառնում է հայկական արտադրության, առանց մաքսի, турքի, առանց սահմանափակման մտնում է։ Հիմա ես ծաղիկը, ես 3 ասում եմ ծաղիկի մասին։ Ուրեմն մտնում է Միրգ Բանջարեղեն, հիմնականում Թուրքիայից։ Եթե չեմ սխալվում, 2023-ին Հայաստանում այնքան լոլիկ էր արտադրվել, որ այդ 2.5 միլիոն բնակչությունը օրը 24 ժամ լոլիկ էր արտադրում։ Այդքան լոլիկ արտահանվել էր Հայաստանից Ռուսաստան, ակնհայտ է, չէ՞, թուրքական։ Ռուսելխոզնadzորի ղեկավարը հայտնել է Հայաստանից կասկածելի ապրանքների մատակարարման աճի մասին։ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է պնդել, որ Հայաստանից ապրանքներ է ներմուծում, քանի որ մատակարարումների կտրուկ աճը կասկած է առաջացնում վերաարտահանման վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության ԵԱՏՄ-ի շրջանակներում տեղեկատվական համակարգերի ինտեգրումը անհրաժեշտ է արտադրության հետևման համար, հայտարարել է ղեկավարը։ Հիմա խոսքը հենց սրա մասին է։ Այսինքն Հայաստանը ինքը տրանզիտ երկիր է, որտեղ Ռուսաստանը ինչու է թույլ տալիս։ Թույլ է տալիս, որովհետև դրանով Հայաստանի
2.5 միլիոն բնակչությունը այս պայմաններում եւ տնտեսությունը քիչ թե շատ նորմալ ապրում է։ Օրինակ, ծաղիկների արտահանումը 3 տարվա ընթացքում գրեթե եռապատկվել է 36 միլիոնից հասնելով ավելի քան 100 միլիոնի։ Նմանատիպ միտումներ է նկատվում նաև այլ ապրանքների դեպքում։ Մենք ստիպված ենք ֆիտոսանիտարական վերահսկողության տեղեկացնել սահմաններն ավելի շարունակեց եւ մենք տեսանք որ Ռուսաստան ուղարկված ապրանքների մեծ ծավալը չէր համապատասխան իրենց նշանակված վայրերին ինչը կարող է ռուսները նոր իմացան սրա մասին ոչ ռուսները մի վարքյան ռուսները սա հրաշալի գիտեին եւ թույլ էին տալիս ինչի համար որ այստեղի բնակչությունը պետական բյուջե այնուամենայնիվ բյուջեն ինչ որ գումար է մտնում այնուամենայնիվ հայերը եկամուտ ստանան այո որ Հայաստանում գումար ընդ որում Առավելագույն եղել է 2024-ին Ռուսաստանի նախագահ դրա մասին ասեց մոտ 10 միլիարդ դոլար ապրանքային շրջանառություն։ Իրականում եթե թափ տանք դրա տակը համարյա կարող է 1 միլիարդի Հայաստանի արտադրանք չկա։ 9 Հայաստանը որպես տրանզիտ երկիր եւ առանց մաքսի, առանց հարկի, առանց խոչընդոտի տարբեր տեղերից այդ թվում ոսկի, այդ թվում ադամանտ Իդեպ ադամանդի գործը մոտապես գիտենք ով անում։ Այդ թվում ծաղիկներ, այդ թվում պտուղ բանջարեղեն, այդ թվում մսեղեն, այդ թվում կիսաֆաբրիկատներ եւ այլն եւ այլն։ Պարոն Ապետյան, մի միամիտ հարց տամ, էլի, տեսեք, Նիկոլի օլիգարխները, այդ միջին մակարդակի օլիգարխները, պաշտոնյաները, եկամուտի հիմնական աղբյուրը Ռուսաստանից է։ Պարզ է, չէ՞ որ այդ ամեն ինչի գլխին իրենք են կանգնած։ Ոսկի կլինի, ծաղիկ կլինի, չգիտեմ ինչ կլինի, այս ամեն ինչը կլինի։ Բնականաբար այդտեղից նաև ինչ որ շրջանակներ եկա։ Ինչի են թքում այնտեղը, որտեղից որանք եկամուտ է ստանում եւ այս հակառուսականությունը, այս տրամադրությունները ինչով է պայմանավորված։ Հարցը խիստ տրամաբանական է։ Որևիցե օլիգարխ, որևիցե մեծահարուստ, որևիցե բիզնեսմեն, լինի խոշոր թե միջին, ինքը հրաշալի հասկանում է, մեզ համար շուկան Ռուսաստանն է։ 1 Ռուսաստանից մենք ստանում ենք էժան էներգակիր։ Այդ Ռուսաստանի նախագահը նորություն չէր ասում 600 եվրոպան է 177 ձերն է։ Սա ինչ էր ասում։ Սա նշանակում է, որ Հայաստանի համար Ռուսաստանը գտած երկիր է։ Այսինքն նվեր է երկնային մանանա տնտեսության համար, մեր գոյատևման համար։ Ռուսաստանը Հայաստանը ընկալում է բարեկամ։ Ավելին, հիմա լսեք։ Այս տնտեսական, որ Ռուսաստանը շահ չի ստանում։ Օրինակ ինչու մի ապրանք եթե կարող է վաճառել 600-ով, քեզ վաճառում է 177-ով։ Հո դա տնտեսական որոշում չի։ Տնտեսական որոշում լիներ, քեզ 177-ով չէր տա։ Այդ նույն գազը քեզ կտար 600-ով կամ կտաներ ուրիշտեղ։ Այսինքն սա քաղաքական որոշում է։ Քաղաքական որոշում է, որ Հայաստանը հանձնում է տրանզիտ երկիր, այն մի խեղկատակ դեգեներատ նախարար կա, դրանց մոտ բոլոր մեծ մասեր, հա, այդտեղ բան։ Չգիտեմ։ Ուրեմն ինչա, այդ ուրեմն բանի հերախոսների արտադրության մասն է խոսում։ Այսինքն Հայաստանը տրանզիտ երկիր է դարձել, դրսից էժան բերում են, այսպես մաքսային աչքը փակում է, բերում մեծ քանակով, բերում են, մաքսազերծում չի անցնում, պետական մակարդակով Հետո դա որպես Հայաստանի արտադրանք են ներկայացնում, արտահանում են Ռուսաստան։ Ում են ավանակի տեղ դրել։ Իրանց։ Ուրեմն հիմա ուշադրություն դարձեք, այս բոլորը ինչ որ Ռուսաստան հետ կատարում է, Ռուսաստանում քաղաքական որոշման հետևանք է, ոչ տնտեսագետի, ընդ որում այդ հանդիպան օրը եւ հաջորդ օրը փոխվարչապետ Օվերչուկը արդեն տվեց տնտեսական գնահատականները։ Մեղմ ասած վերընկեք տեղները, դուք հասկանում եք հիմա ինչի հետ եք խաղում։ Ես ընդհանրական ասեմ Այդ թվում նաև Տրամպի ուղու վերաբերյալ խիստ գնահատականներ տվեց։ Հիմա ինչա կատարվում։ Կատարվում է հետևյալը, որ Ռուսաստանը այլևս սկսելու է կիրառել օրենքով սահմանված բոլոր այն նորմատիվ ակտերը, որով Հայաստանից չի կարող մտնել, ենթադրենք, եվրոպական արտադրության ծաղիկ որպես հայկական, չի կարող մտնել պտուղ բանջարեղեն, միրգ թուրքական որպես հայկական, չի կարող մտնել հեռախոսներ, չի կարող մտնել ոսկի, չի կարող մտնել ադամանտ եւ այլն, չի կարող, վերջ։ Ուշադրություն դարձեք, 24-ին 10 միլիարդ, 25-ին մոտ կեսը, 4.6, երկու անգամ պակասել է։ Հիմա գիտեք խնդիրը որն է։ Խնդիրը նա է, որ Ռուսաստանը ասում է, քանի որ ես քաղաքական որոշումով եմ իմ շուկան բացել, աչք եմ փակում ձեր
ապօրինությունների վրա, որ իբր ձեր արտադրանքը մտնում է ինձ մոտ, մաքս չեք տալիս եւ այլն։ Դրա վերջը գալիս է, որտեղ դուք ունեք քաղաքական որոշում ինձ անեց հեռու լինել։ Այսինքն դուք միաժամանակ իմ ճշտամի պետությունների հետ փորձում եք դաշնակցել, ՆԱՏՕ-ի ձեր բանակը բերում եք ՆԱՏՕ-ի ստանդարտի, դառնում եք թուրք-ադրբեջանական տանդեմի գործակալը, Ամերիկան, Թուրքիան, Բրիտանիան ամբողջովին այստեղ իմ հարավային սահմանները դուք վտանգում եք, հետո ասում եք, չէ, փողն էլ ձեր հաշվին աշխատեմ։ Կլինի, ուսումն ասես չի լինի։ Չէ, համ փող կաշխատեք, համ կշարունակեք բանը 5 անգամ էժան գազը կտակ մեզ։ Ուրեմն հիմա ես ասեմ ձեզ, Ռուսաստան նախագահը չէր կանչում, չէր հանդիպել լիկբեզի համար, լիկվիդացիա без գրամատности։ Ուրեմն իրական թիրախը հայ ժողովուրդն էր, այո, շատ ճիշտ եք։ Մեր ժողովրդին ասում է, որ ձեր երկրի ղեկավարությունը անում է նման քայլեր, որտեղ դուք ունենալու եք շատ կորուստներ։ Ակնհայտ է ունենալու եք։ Բայց նորից հիշեցնում, ասում եմ, ես ձեզ հատուկ եմ վերաբերվում, քաղաքական որոշում կա։ Մենք ձեզ թույլ ենք տվել, որ տարիներ շարունակ աչք ենք փակել, որ դուք ահռելի գումարներ աշխատեք, բերեք, շրջանեք, պարզ հասկանալով, որ դա գնալու է ձեր ընտանիքներ, չէ՞, ճիշտ է։ Ձեզ է հասնելու, սա մեկ։ Երկրորդ, մենք քաղաքական որոշում ունենք, որ ձեզ այդ ամեն ինչը տրվել է էժան։ Էներգետիկ ռեսուրսները տրվել է էժան։ Ճիշտ է։ Դրա հետ միասին ձեր անվտանգությունը պահել ենք։ Ճիշտ է։ Հայ ժողովուրդ, լսում եք։ Հիմա վաղը ինչ որ բան է փոխվելու։ Ես սա ասում եմ այն մարդու ներկայությամբ, ով ի պաշտոնե պատասխանատու է։ Այո, ով պատասխանատու է, ում դուք ընտրել եք եւ ով հակառուսական քաղաքականություն է վարում, ըստ էության հակահայկական քաղաքականություն, որովհետեւ այդ հետևանքները Նիկոլը չի տեսնելու։ Դուք եք տեսնելու։ Դուք եք ստիպված լինելու 6 անգամ թանկ վճարել ձեր գազի համար կամ կա այլ ընտրություն։ Այլ ընտրությունը այն է, որ դուք ստիպված եք լինելու գնալ Թուրքիայի եւ Ադրբեջանի գիրկը։ Իսկ եթե չգիտեք, թե ինչ է նշանակում Ադրբեջանի գիրկը գնալ, մի զլացեք, տեսեք թե ինչ արեցին արցախցիների հետ։ 3 ամիս լավագույն դեպքում, իսկ այնպես 1 ամիս ձեզ կմատակարարեն գազ, երկրորդ ամիսը դուք կընթարկվեք շրջափակման, երրորդ ամիսը կասեն անում եք այն ինչ որ մենք ասում ենք։ Իսկ իրենց ուզածը ընդհանրապես հայաթափությունն է եւ Հայաստանի ոչնչացումը։ Արեմեցյան Ադրբեջան, դու հեքիաթ չի։ Այնքան պարզ ու պրիմիտիվ է, այնքան պարզ է այս ամեն ինչը, որ իրենք խոսում են, բայց այստեղ գիտեք մի հատ շատ վատ բան կա, քանի որ ինչ որ բաներ հարցեր ունի Նիկոլը, կախվածություն ունի, այնուամենայնիվ այն ծրարի եւ Զատուլինի ասած 5 միլիարդի մասին չենք խոստանում, որ այս մարդը այնուամենայնիվ ունի ինչ որ կոմպրոմատներ կան եւ կախվածություն ունի։ Չի բացառում, որ ինքը շարունակի այս ամեն ինչը եւ սա եւ մեր ժողովուրդը չգիտակցելով գնա եւ ընտրի եւ մենք իսկապես կանգնենք կործանման եզրին, որտեւ եթե կարծեմ առաջին օրերին զգուշացրելն է, եթե ռուսական զորքերը այստեղից դուրս են գալիս, ժամ ու կեսը բավարար է, որ թուրքերը մտնեն։ Իսկ դուք ինչ եք կարծում, ինչի համար են ադրբեջանցիներին բերում այստեղ, որ երբ որ մեկի մազը թեքվի, ասի ես գնում եմ այն ադրբեջանցու անվտանգությունը պահելու եւ կես ժամ հետո թուրքական զորքերը հայտնվելու են Երևանի կենտրոնում։ Ով է պաշտպանելու մեզ։ Պարոն Նահապետյան։ Փաշինյան Նիկոլը, ուրեմն գրոհադեսանտային զորքերի հրամանատար, ուրեմն Ալեն Սիմոնյանը մի 10,000 սեռաշեղվածներ, ձեռքներին վիբրատորներ, որոնցից պետք է ausarsav ադրբեջանական բանակը փախչի, օթուժում կլինի Արարատ Միրզոյանը մի 5000 ուռած թռած մարդկանցով երկնքում կունենան բացարձակ գերիշխանություն եւ Փաշինյան Նիկոլը իր հիստերիկ ղժժոց ձայնով, որտեղ իր ամեն մի խոսքը միջուկային զենքի ազդեցություն կարող է ունենալ ադրբեջանական բանակի վրա։ Սրանք են գնալ պաշտպանեն։ Հարգելի հայրենակիցներ, հələ մի հատ սրանց կենսագրությունը նայեք 90-ականներից սկսած տարիքով ավակ սերունդ, միջին սերունդ։ Սրանք կենսագրություն չունեն, եղած չեղած մի հաշիվ են եղել։ Ոչ հայնիկի պաշտպանության, ոչ կառավարման ոլորտում ցույց տված արդյունքների, ոչ էլ լուրջ կրթության։ Եվ պատական չի, որ ծաղրացուին երբ որ բերում են իշխանության, երկիրը դարձնում են մի հատ բեմ, որտեղ յուրաքանչյուր հարևան գալիս է իր ոտքերը մաքրում է այդ բեմի վրա։ Բայց դա հարբեցող ծաղրացում մի մոռացեք, դա էլ Ալիևն ասել։ Այդ Ալիևը դե երևի բան գիտի, որ հարբեցող է։ Արդեն հարբեցող է, արդեն աղետ է, չէ, երկրի համար։ Դե Չնայած մեկն էլ լիներ արդեն աղետ էր։
ուզում ասել, որ Ռուսաստանի Դաշնությունը, կարծում եմ, այս 2 ամսվա ընթացքում բավականին խիստ է լինելու Հայաստանի նկատմամբ, եւ գիտեք, ասենք, գրված է Աստվածաշնչում, ոչ Աստծուց վախ ունեն, ոչ էլ մարդուց ամոթ։ Ես տիպիկ Փաշինյան Նիկոլի մասին է խոսքը։ Ուրեմն սա նստում է տեսախցիկի առաջ, երբ 22-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում առաջին անգամ ինքը փաստացի ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս որպես հակամարտության կողմ։ Եվ այդ տարածքը տրվեց Ադրբեջանին, որպեսզի Ադրբեջանը տեղի բնակիչների նկատմամբ ռազմական գործողություն անի միջազգային իրավունքով ամրագրված հակահաբեկչական գործողության նպատակով, ոչ պատերազմ։ Իսկ Ադրբեջան նախագահի նման հիմնավորում էր պետք, ինքը պատերազմ չէր կարող անել, որտեղ 4 երրակոմ փաստաթուղթ կար խանգարող պատերազմ անելու։ Ոնց որ 44 օրյայում ինքը ասեց ազատագրական պատերազմ 7 շրջան եմ ազատագրում, իսկ Արցախը վերցնելու ինքը իրավունք չուներ։ 4 երրակոմը խոչընդոտում էր։ Հակահաբեկչականի իրավունքը տվեց Փաշինյանը։ Հիմա պատկերացրեք, Փաշինյանը ասում է Պուտինն է ինձ ասել, որ ես ճանաչեմ անուղակի Արցախ, ասում է 2 անգամ Ռուսաստանի ղեկավարությունը ճանաչել է Արցախը փաստացի Ադրբեջանի մաս։ Ես տպել եմ, հանել եմ եւ հիմա ուզում եմ մեջբերել ինչ ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահը Արցախի հետ կապված, որը որ Փաշինյանը հիմք էր բերում, որ իբր նման բան ասել։ Դա ասվել է 2000 նախ 2 անգամ, չի մի անգամ 2000, հետո ասવા միասին քննարկել ենք այդ ամեն ինչ, ուզում ասի ինձ հանձնարարական էս տվել, ես էլ արել եմ։ 2020 թվականի դեկտեմբերի 17-ին ինչ ասում Ռուսաստանի Դաշնության նախագահը, ասում է միջազգային իրավական տեսանկյունից, ինչպես ես նույնպես նշել եմ, այս բոլոր տարածքները Ադրբեջանի Հանրապետության անբաժան մաս են։ Հայաստանը ինքը չի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը եւ հաշվի առնելով դա միջազգային իրավունքի տեսանկյունից Լեռնային Ղարաբաղը նույնպես Ադրբեջան է։ Սա նշանակում է, որ Ռուսաստանի նախագահը ասում է, ես ընդունում եմ, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Ասում է դուք չեք ճանաչել, հարգելիներս, գոնե մեկը ճանաչեիք Հայաստանը, գոնե ճանաչեր։ Լրիվ ուրիշ խոսակցություն կլներ։ Եվ շարունակում է Ռուսաստանի Դաշնության նախագահը, ընդ որում ինքը ասում է, որ Լեռնային Ղարաբաղը դա Ադրբեջանի մաս չէ։ Հիմա ասեմ ոնց է ասում։ Այդ նույն հարցազրույցի ժամանակ շատ հետաքրքիր է։ Նախ 7 շրջանների պահով, ասում է 7 շրջաններ պետք է հանձնվի, որտեղ դա Ադրբեջան է։ Ուրեմն նշում է, որ Ռուսաստանի դիրքորոշումն է ԵԱԿ Մինսկի խմբի Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորման աշխատանքների շրջանակներում մեր դիրքորոշումն է, որ համանախագահ Ռուսաստան ԱՄՆ Ֆրանսիան տարիներ շարունակ միշտ ելել են այն սկզբունքից, որ Լեռնային Ղարաբաղը շրջապատող 7 օկուպացված շրջաններ պետք է վերադարձվեն Ադրբեջանին։ Բայց հիմա կարգավիճակի մասն է խոսում, եթե Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի մասն է, ինչ կարգավիճակի մասին խոսք կարող է լինել։ Ինչ ասում Ռուսաստան նախագահը։ Ուրեմն որ այն Լեռնային Ղարաբաղը առայժմ պետք է մնա անփոփոխ կարգավիճակից, դրա որոշման հարցը պետք է լուծվի ապագայում։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ինքնին պետք է անփոփոխ մնա, այսինքն այն պետք է փոխանցվի ապագային։ Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոն պետք է ամրագրվի, բայց Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջև հաղորդակցության պարտադիր ստեղծման, որը պետք է լինի այսպես կոչված Լատշինի միջանցք, այսինքն Հայաստան Լեռնային Ղարաբաղի միջև հաղորդակցության միջանցք։ Մարդասմակալ Լեռնային Ղարաբաղ ստատուսը հետո կորոշենք։ Չկա Լեռնային Ղարաբաղ Ադրբեջանի կազմում։ Վերջ։ Այսինքն տրամագծային հակառակ։ Եվ ամենակարևորը թե ինչու է այս նույն ասուրիցի ժամանակ ասում Ռուսաստան նախագահ, հիմա շատ հետաքրքիր դրվագ է, ցեղասպանության մասն է խոսում։ Ինչու է Լեռնային Ղարաբաղի խնդրեմ առաջացել։ Արմատները գտնում են Սումգայիթում, ուշադրություն դարձեք, ինչ է ասում Ռուսաստան նախագահ։ Գտնում են Սումգայիթում սկսված եւ ապա Լեռնային Ղարաբաղ տարածված էթնիկ հակամարտության մեջ։ Իսկ Սումգայիթում են գիտենք ինչ ա եղել։ Ցեղասպանություն։ Այստեղ յուրաքանչյուր կողմ ունի իր ճշմարտություն։ Լեռնային Ղարաբաղի հայերը մի ժամանակ զենք են վերցել իրենց կյանքն ու արժանապատվությունը պաշտպանելու համար եւ այսպես է ստեղծվել իրավիճակը, երբ հակամարտությունը սրվեց այս տարի։ Դուք հասկանում եք այս մարդը ինչ ասում։ Ասում է Սումգայիթում եղել է ցեղասպանություն։ Հայերը ստիպված են ինքնապաշտպանության դիմել։ Լեռնային Ղարաբաղ գոյություն ունի, որը Ադրբեջանի մաս չի, կարգավիճակը ապագային է մնում, Հայաստանը պետք է ունենա Լաչինի միջանցք։ Իսկ ես հարբեցող ծաղրացուն ասում եմ, դուք ինձ ասել եք, որ ես ճանաչեմ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս։
Այս Ոչ է ճանաչում էր իրականություն։ ինչ էր տանում Արցախում Հիմա զորք, ինչի նոյեմբերի 9-ի պայմանագիրը կնքվեց։ Փաշինյան Նիկոլ, բա դու որ ասում ես ես Պուտինն եմ լսել, ես հիմա կարդացի այն ինչ որ Պուտինը ասել է։ Այստեղ լրիվ ուրիշ բան, տրամագծույն հակառակ բանն ասում։ Այդ ոնց եղավ 22-ի, չէ, չես փախչի։ Հոկտեմբերի 6-ի Պրահայում այն խեղկատակ անձնավորությունը, որ կար Ֆրանսիայի նախագահ, որը շուտով չէ լինելու վստահաբար։ Երեք Տրամփը ոնց է հեգնում։ Նվաստացնում է, հեգնել այն խոսքը չի։ Ասում է դեռևս ապակինման մեջ է կնոջ ապտակից հետո։ Հիմա երբ որ դու տեղ նստել ես Կրեմլում, իմանալով հանդերձ, որ Ռուսաստանի նախագահ քո ամեն մի ստին նախ չի արձագանքի եւ ճիշտ էլ արեց։ Եվ չի ընդհատի եւ բերանից չի գա։ Օրինակ ինձ հետաքրքիր որ նման խոսակցություն ենթադրենք Նիկոլը ունենար Սպիտակ տանը Տրամփի հետ խոսելուց, գիտես ինչ կաներ, այն կես խոսքից էս ստի վրա այդքան էլ ճիշտ։ Ստի վրա մի հատ գլխին կտար, կասեր անվտանգության հրմիացրան մեր կացրեք, բերանը ողողեք եւ թող կոշիկներս տեսախցիկներ առաջ լպստի։ Եվ այդպես բարձանա վերև, ես կասեմ որտեղ կանգնի։ Այս խեղկատակներին թվում է թե որ իրենց սուտը այնտեղ բերաններին չեն գալիս, այդ նշանակում է դիմացինը վախում է, ինքն այդպես կռուտու է։ Ուրեմն կամ սրանց դեգեներատ բաները, ֆեյք կանտորաները, միլիոնավոր դոլարներ փող են տալիս։ Այդ փողերը ստացած հարգելի աշխատողներ, բոլորը բյուջե եք հետ տալու այդ պարգևավճարները, ձեզ թվում է այդ մարսելու եք։ Ուրեմն Ռուսաստան նախագահ ընթացքում մի պահ ճակատը շովում է կամ քոլում է։ Ուրեմն գրել են Նիկոլան հենց արեց, այս մարդը հուզվեց, հլնայի գլուխը բռնել է, հեսա ընկնելու է։ Բա ինքը է sense։ Լավ, հիմա ես սա ինչի համար եմ ասում։ Բայց ձեր շարունակում են, մեր շարունակում են։ Ռուսաստանի նախագահ մեծ լինելու, չգիտեմ։ Ռուսաստանի նախագահ ասում է, որ Արցախը դու ես հանձնել։ Էդ էլ ես եմ ասում, սրիկա դավաճան, թշնամի, դու ես հանձնել, դրա համար պատասխան ես տալու։ Ավելին, ինչու Ռուսաստանի նախագահ Լեռնային Ղարաբաղի մասին խոսակցություն բացեց, գիտեք։ Որտեւ այդ թեման փակված չի։ Այո։ Իսկ ինչու փակված չի։ Որովհետեւ առ այսօր իրավական ուժ ունի 3 երկրների մեկին է իբր ղեկավար, 3 երկրների ղեկավարների ստորագրությամբ 4 երրակոմ, որոնցից մեկը Ռուսաստանի նախագահի ստորագրությունն է։ 4 երրակոմ փաստաթուղթը իրավական ուժ ունեցող փաստաթղթ է, այդ փաստաթղթով Արցախ կա, Արցախը Հայաստանի հետ կապող միջանց կա եւ Արցախի բնակչությունը, որ իր տարածքում ապրող է։ Դա համար սա ասեց Արցախի թեման փակված է, Ղարաբաղյան շարժում չկա, ինչպես ասում են այդ ծիբե կաժծը։ Պատական չէ Ռուսաստանի նախագահի Արցախի մասին արծարծումը։ Այո։ Բացեց փակագծերը։ Բայց ես ուզում եմ հետ գալ, պարոն Հապետյան, ուզում եմ նորից, բայց արդեն դուք էլի դիմեք մեր ժողովրդին եւ խոսեք սրա մասին։ Եթե իսկապես Նիկոլը, տեսեք հստակ ասվեց, չէ՞ իրեն, որ գազիգինը սա է, որ ձեր ապրանքները ԵԱՏՄ-ով գալիս են եւ հաջորդ օր արդեն ցույց տվեցին, որ մենք գիտենք, որ դա հայկական ապրանք չէ եւ դուք ինչեր եք անում։ Այսինքն եթե այստեղ խստություն բանեցնեն, կամ օրինականություն բանեցնեն եւ ճանապարհը փակվի եւ հայկական արտադրության եւ ոչ միայն Հայաստան ներկրվող այդ ապրանքների, որ այսպես պիտակը երևի փոխում են կամ չեն փոխում, տանում են Ռուսաստան պիտակի վրա չկա։ Եթե այդ ամեն ինչը լինի, դուք հասկանում եք, չէ՞, որ ինչ սարսափելի ճգնաժամ է լինելու, որտեղ Հայաստանի 70-80%-ը ապրում է այդ գումարներով, տրանսֆերներով եւ այդ ապրանքաշրջաններով, ճիշտ է։ Լավ, գնում է դրան, Նիկոլը հետ քայլ չի անում, մեր ժողովուրդը այնուամենայնիվ դա չի գիտակցում։ Մի կողմից իսկապես ծանր սոցիալ-տնտեսական բանի մեջ ենք հայտնվում, մյուս կողմից ինքը չի գիտակցում դա, չէ, ժողովուրդը չի գիտակցում, գնում է Նիկոլի հետևից, Նիկոլն էլ գիտակցաբար տանում է դրան, առջևում աղետ է։ Եթե հանկարծ ժողովուրդը նորից գնա իր հետևից, առջևում մեզ ինչ աղետ է սպասում, նախտնտեսական կոլապսից հետո մենք այսպես թե այնպես մենք ինքներս գնում ենք թշնամու երախի մեջ, մենք ինքներս գնում ենք ինքնասպանության եւ ինչ է անելու մեզ հետ շրջափակելով Ադրբեջանը։ Ոնց հասկացնենք մեր ժողովրդին, որ այս ընտրությունները ճակատագրական են։ Գոյութենական են, լինելու են թե չեն լինելու։ Սիրելիներս նախ
Ես գիտեք ամենակարևորը պարոն Ապետյան, բայց ես խնդրում եմ սրա մասին, իսկապես խնդրում եմ, որ դուք դիմեք այս առումով մեր ժողովրդին, բայց տեսեք 2021 թվականին ես շատ մարդիկ գիտեմ, որ չգնացին ընտրության, եւ կա մարդիկ գնացին Նիկոլին ընտրելու, չպիտի մենք հոգնենք անվերջ կրկնելու։ Դուք, ովքեր որ 21 թվականին չեն գնացել ընտրության, նրանք ովքեր որ գնացել են եւ Նիկոլին են ընտրել, ուրեմն իմացեք, Արցախի ցեղասպանության մասնակից եք դուք նաեւ։ Արցախի հայաթափության մասնակից եք, այն որ գազը բենզալցականը պայթեցրեցին եւ այդքան զոհեր անհայտ կորածներ, դուք դրա մասնակիցն եք, որ այսօր Բաքվի բանտում գերիներ կան, դուք դրա մասնակիցն եք, դուք մասնակիցն եք նրան, որ հարձակվեցին Սյունիքի վրա եւ 200 քանի 70 զոհ են ունեցել այնտեղ, դուք դրա մասնակիցն եք, դուք այնպես չի որ պատասխանատու չեք, դուք պատասխանատու եք 2021 թվականին ընտրություններին չգնալ Դուք նաև ընտրություններին գնալու Նիկոլին ձայն տալ։ Դուք մասնակից եք, որ այսօր այս այլանդակ հարձակումն է տեղի ունենում հայ առաքելական եկեղեցու վրա, որ այսօր կան քաղբանտարկյաններ եւ այսօր փակված են սրբազանները։ Հիմա ինչու է կարևոր այս ընտրությունը եւ ինչպես հասկացնեք մեր ժողովրդի գիտակցությանը, որ ինչ կարևոր է գնալ այս ընտրության եւ ինչու պետք է չընտրել Նիկոլին եւ ինչ աղետ է բերում ինքը մեր ժողովրդի։ Ես հակառակ մյուս կողմից գամ։ Եթե ուզում եք Գաղթականի ցուպը վերցնեք հերանակ, ընտրեք Նիկոլին։ Եթե ուզում եք թուրքերի մոտ սպասավոր աշխատեք, ձեր կանայք աղջիկները Հայաստանում, տարբեր բնակավայրում, ընտրեք Նիկոլին։ Եթե ուզում եք ձեզ միակ աշխատանք տղամարդիկ ունենաք հանքերում աշխատելու եւ առողջություն վատնելու, ընտրեք Նիկոլին։ Եթե ուզում եք անարժանապատիվ կերպով ապրել մեր հայրենիքում, ընտրեք Նիկոլին։ Եթե ուզում եք եվրոպական պոռնկությունը իրենց բոլոր անբարոյականությամբ թևածի ձեր ընտանիքներում, ձեր շրջապատներում, ձեր զավակների մոտ, մանկապղծությունից, արվամոլությունից, իքամոլությունից, մինչև անասունների սեռական հարաբերություն ունենալ, եվրոպական բարքերը բերելով Հայաստան, ընտրեք Նիկոլին։ Եթե ուզում եք ընդհանրապես ապագա չունենալ, ընտրեք Նիկոլին։ Եթե ուզում եք Հայաստանում ընդհանրապես հայ չապրի, վերջն արդյունքում եւ այս տարածքը դառնա Ադրբեջան մի մաս, ընտրեք Նիկոլին։ Եթե ուզում եք հայկական հարցը վերջնականապես փակեք, ընտրեք Նիկոլին։ Այո։ Ես այս կողմից, մյուս կողմից կամ այն ավերները, որ վերելու են։ Որտեվ չեն հասկանում, թե ինչ է մեզ իրականում սպասում եւ ես կարծում եմ հատուկ Պուտինը այնպես արեց, որ հրաապարակային հանրային, որ մտածելով, որ հայ ժողովրդին է դիմում, տեսեք հայ ժողովուրդ, մենք ձեզ սիրում ենք, մենք քաղաքական որոշում ունենք, 6 անգամ բոլոր առումներով, մենք ձեզ այսպես աջակցում ենք, էժան ենք տալիս ամեն ինչը, աչք ենք փակում նրա վրա, նաեւ ինչ է, դուք կարծում եք, որ իրենք որոշեն, որ այդ տրանսֆերները չպիտի գան, ոչ մի կոպեկ չի մտնի Ռուսաստանից Հայաստան։ Որոշեն, որ այդ գումարը չի գալու։ Լավ, ուրեմն նայեք, այդ ձեր ասացի կարևոր դիտարկում Օվերչուկի ասածով։ Երբ որ այս խեղկատակը Պարզում է երկաթուղու կոնցեսիոն կառավարումը վաճառում է այլ պետությանը, չբանակցելով դրա սեփականատիրոջ հետ, Ռուսաստանի ՅՈՒԿԱԺԴ-ի հետ, Հարավկովկասյան, հա, երկաթուղու։ Ընկերության հետ չել բանակցում, հարցնում են, ուրեմն Էմիրատներից են զանգում, Ղազախստանից են զանգում ռուսներին, ասում են գնի վերաբերյալ ինչ որ բանակցություն են, այդ մարդիկ ասում են հարգելին ես, բայց մենք տենց առաջարկ արել ենք, այդ Հայաստանն է արել, բայց տերը մենք ենք, չէ՞։ Եվ ինչ ասում Օվերչուկը, ասում է եթե նման բան արվի, օրինակ, այսինքն դա ուղղակի խլվի ռուսներից, այսինքն մեր տնտեսվարող սուբյեկտի գործունեությունը փակվի, այստեղ վստահաբար Ռուսաստանը ամբողջովին փակվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բոլոր տնտեսական գործունեությունը իրավաբանական եւ ֆիզիկական անձանց միջոցով, ովքեր Ռուսաստանում գործ են անում։ Դուք պատկասում եք ինչա։ Սա մոտավորապես լինելու է 2008 թվականի օգոստոսի 8-ին ռուս-վրացական պատերազմի հետևանքով, երբ որ Վրաստանը ամբողջովին դուրս դրվեց Ռուսաստանից։ Ինձ իմ ընկերներն են պատվել, ովքեր այդ ժամանակ Ռուսաստանում էին։ Ասում են պատկերացնում եք, փողոցում գնում են, արտաքինը սևա, մոտենում են, ճշտում են, որ վրացի է, ոչ մի բան չեն հարցնում։ Ձերբակալում են, տանում են, դնում են օդանավական ինքնաթիռ։ Մարդ ասում է թույլ տվեք, ասում է ոչ մի թույլ տալ, ոչ բանալի, ոչ տուն, ոչ մի բան։ Ուղղակի բոլորին ում գտան, բոլորին արտաքսեցին։ Եղած բիզնեսները ամբողջովին ազգայնացրեցին։ Ուղղակի խլվեցին։ Եթե դուք մեր դեմ պատերազմ եք սկսում օտարի հրարմամբ,
պատասխանը սա լինելու։ Եվրոպան պատերազմի մեջ է Ռուսաստանի հետ, դու գնացել ես, ասում եմ մենք այդ ճանապարհը պարլամենտը ընդունել է Եվրոմիության այդ ճանապարհը բռնել, գնացել նստել է Պուտինին ու ասում է, չէ, մենք էլ այդ հարցում ինչ որ մի բան, այլ ասես, այդպես չի որ դու պիտի որոշես, ես քեզ ասում եմ, որ տես, ինչ է սպասվում։ Եվ հնարավոր չի միաժամանակ տնտեսական հիմնավորումով լինել մի մաքսային ծառայություն, աշխատես, այնտեղից էլ մեր վրա թքես, մեր դեմ բանը օգնես իրեն, եւ այլն, չի լինում այդպես։ Եվ հետ քանի որ նա քաղաքական որոշում է, սա էլ է քաղաքական որոշում։ Ես նորից եմ ասում, հարգելի հայրենակիցներ, իսկապես հունիսի 7-ը մեր լինելության խնդիրն է, եւ ես երբ զուգահեռում եմ հունիսի 7-ը 1918-ի մայիս 28-ի Սարդարաբադի ճակատամարտին, ես պատական չեմ ասում, որտեվ 18-ին թուրքական էլիտար ստորաբաժանումներ դիվիզիաները թե Հայաստանը գրավեն, այստեղ մենք ընդհանրապես չենք լինի, եւ ընդհանրապես չենք լինի։ Եվ հետո կարծում եմ դա էլ պատահական չէր, տեսեք, իբրև թե արևմտամետ ուժեր կան, չէ, ինչ ասես անում են, ինչ ուզում անում են, ինչ ասես խոսում են, ոչ նրանք բաց ազատ մասնակցում են ընտրությունների, լրատվամիջոցներով հրավիրվում են, որևէ մեկի նկատմամբ քրեական գործ չկա, բայց եթե մարդը, ասենք, բիզնես է ծավալել Ռուսաստանում եւ ոչ միայն մի 4 երկրում այդպես բիզնես է ծավալում եւ այսպես մեր նման բացատրում է կամ իր գործունեությամբ ցույց է տալիս կամ խոսում է դրա մասին, որ սիրելի հայրենակիցներ հայ ժողովրդի 70-80% այսօր եկամուտ են ստանում այդտեղից խոսում, ասում է, վերջ, ռուսամետա, կալանավորել, ընտրություններին թույլ չտալ մասնակցել, ձերբակալել, սրա մասին էր խոսում։ Այսինքն եթե դու այդպես քո արևին դեմոկրատ ես, ինչ որ ազատ խոսքի մասին է խոսում, ես հիմա կցուցադրեմ թե ինչ, երեք ոնց է իրան պահել մեր գործընկերոջ նկատմամբ Նիկոլը։ Դրա մասին ես դու խոսում, այս ինչ կապիկություն է, դրա մասին էր ինքը նաև ասում։ Ես Անժելա, եթե այդ տեսանյութը կա, անի եւ անի հետ, բայց պիտի խնդրեմ, սա էլ է կարևոր, ընդհանրապես կեցեն մեր գործընկերները եւ անին եւ Ռիփսիմեն եւ Սյուզին, այսպես որ իսկապես առաջին գծում պայքարում են, տեսեք, ընդհանրապես հարցադրում է անում եւ ինչ որ բաներ հիշեցնում է Ռիփսիմեն Նիկոլին, խնդրեմ։ Հետո կլսենք Անիի բան։ Մակուլատուրա չի Սա ձեր ընտանեկան լուսանկարն է, պարոն Փաշինյան, դուք եք Աշոտն է, Մարիամը, ձեր նախկին մի խոսքով բոլորով եք Արցախում։ Դուք այս նկարը հրապարակել եք Արցախի անկախության օրը ու գրել եք, որ դա մեր համար պատմական օր է, ազատ Արցախ, մեծատարելով։ Ու ճիշտ եք արել, որովհետև երբ որ դուք եկաք իշխանության, մենք ունենք այս սա։ Արցախն էլ հետ։ Հետո այս մասը այսպես կտրեցի, ասեցիք դե այս մասը մերը չի, այս մասը Ադրբեջանինն է, երեք Պուտինին ասում եք, որ ինքն է Ադրբեջանի այս մասը թողեցիք, հիմա դուք շրջում եք տարբեր բռնեդու մարզերով, այս սրանով, մեզ էլ ասում եք Վիճելոցրանով չես վերևը տվել է արդեն ինքը, ով Արցախյանը տվեց, ինքը Սադրիչա, ինքը պատերազմի հրահրվա ու Արես Սիմոնյանն էլ ասում է, ինչ ուզում եք հարձակվեն մեր վրա Երևանից մենք ու ջուրիկ բան թողեք, մեզ բոլորիս արգելում եք Արցախյան մտա, ձեր խոսույթը հարմարեցրել եք այնպես, որ Ալիևը ձեզանից գոհ լինի։ Ու հատուկ Ալիևի համար դուք ունեք հետևյալ վիդեո։ Ես հիմա միացեմ այդ վիդեոն կարճեմ։ Դուք եք ասել, բայց մարդ ես կարող է Ալիևի մատը տնի, միանիք միակ ուրիշ վիդեո միացնի ու շատ անհարմար բան ստացվի, խայտարակում ենք օրինակ այս վիդեոն։ Դրանից հետո կարգասած Արցախի հանրապետությունը, կարծիքով տեղ գյուղը խորհրդանշում է Հայաստանի եւ Բավարար է, լավ, ու այսպես շարունակ բրավո Ռիփսիմեն, անջատի լավ եւ հետո Անին պատրաստի որ տեսնենք, ահա, այսպեսի բան չէ, ասում անկեր։ Դու, անամոտ, այս ստախոս, այ վախկոտ, չեն կարողանում իրա վրա, բայց գիտեք, չէ ու վրա չէ, տեսնակ խոսքա չէ, որ ասում որ եսին որտեղ է բռնացնեն, այս ինչ պատմություն։ Ուրեմն սույն անձնավորությունը ինքը այնտեղ Արցախն է, Հայաստանն է, մերն է, հետո մի հատ ուրիշ վիճու շատ լավ ասեց, բա որ հանկարծ ձեռքը կպնի Ալիևի մեկը։ Քամիլիոնները, օրինակ, Անժելա, քամիլիոնները գունափոխության իրավիճակին հարմարվելու եւ տեղանքի գույնը վերցնելու եւ որս չդառնալու Աստծուց հատկություն ունեն։ Գունափոխությունը իրենց թիվ 1 պաշտպանիչ գործոնն է։
Այս մարդու համար ինքը իրականում քաղաքական առումով քամելիոն է։ Եթե ուժեղ էր, ինքը հոխորտում է աչուձախ բոլորին վախացնում է, Ադրբեջանին։ Այդպես տասնյակ մարտական խաչեր, հերոսի կոչում երկու մարտական դիրքի վերցնելու վրա, որոնցից մեկը դատարկ է եղել իդեպ ասեմ։ Գոնե իմ ծառայության ժամանակ մենք տասնյակ դիրքեր ենք վերցրել, տասնյակ դիրքեր նոր դիրքեր դրել ենք, բայց որից մեկը իդեպ ասեմ ձեզ, մարտական խաչ չի ստացել, ավելին, եթե վիրավոր ենք ունեցել, մի շարք հրամկազմ այդ օպերացիայից ստացել են նկատողություն, խիստ նկատողություն, ծառայական անապատասխանություն, ինչ մեդալ։ Մենք մեր ծառայությունն ենք կատարում։ Վատ են կատարել, վիրավոր ենք ունեցել, ուրեմն վերադասի կողմից համապատասխան կարգապահական տուժ։ Հիմա միտքս ավարտեմ։ Այս խելոքը այն ժամանակ առյուծ էր կտրել։ Վագրի վրա նստած քաշ նազարել։ Իմիջիալոց այդ իր հայտարարություններով նաև ինքը ասում են արագացրեց եւ հրահարեց, որ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա։ Այդ Նիկոլն է արել։ Այո, եւ Նիկոլն է արել։ Հիմա երբ որ սա պարտվել է, որտեվ իր արևին ստորացնում է էլի Ալիևին, մենք տարածաշրջանի ամենահզոր արկղներով մեդալներ, տեսակ ինչ արեցինք, մեր բանակը էսպես, որ նաև իր ինքնասիրությանը կպավ արագացրեց, որ Ալիևը հարձակվի։ ինքնասիրությունը ինքը տարածաշրջանում շահեր ունեցող պետություններին հիմնավորեց։ Ասեց ես այս մարդու հետ ոնց բանակցեմ։ Իմ երկի տարածքը, հələ Արցախը չէ, 7 շրջանների մասն է։ 7 շրջանը ասում է իմն է։ Բայց ոնց բանակցեմ։ Ահա։ Հիմա երբ որ պարտվել է, սա քամելիոնը, ինչպես ասում են, կերազել Փաշինյան Նիկոլն էլ։ Սրա քծնանքի, ստորաքարշության, հաղթողի կամքը կատարելու ձգտումներն ու ցանկությունները, ես ասում եմ, երևի թե երկիր մուրակեա, որից մեկը չունեցել, կամ եթե ունեցել է, չգիտենք էլ։ Եվ սա հիմա ամեն ինչ անում է, որ Ալիևն ու Էրդողանը իրան պային իշխանության, որտեղ ինքը պատրաստ է ամեն ինչ տալ։ Այն հիմար կկվի պատմությունը, իսկապես իմաստուն խորագետ Հովհաննես Թումանյանը պատական չէր ասում։ Այդ կկվի ձագերը, որ տրվում էր, այդ մեր հայնիկի կտորներն էր։ Հիմա սա հիմար կկոբ, թե հիմար չի, ինքը հասկանում է, որ տալիս է։ Չեսկզբում ինքը իրան թվում էր, թե ինքը այդպես շուստրի, արծիվա չէ, շուստրի, հեսա մի հատ բոլորի մանա ինքը ճիշտ ինչ որ բան անում, իհարկե մնաց դրա տակ, որտեղ չգիտեմ այդ ծրարի մեջ էլ ինչ կա, ասենք մտածեց, որ չէ, հեսա այս խոսի, այս կամը կտա, մնացածը չաղոբախտավոր, միջև մեռնելը կնստի էլի, բայց դա ջան, թուրքը տենց չի անում, է։ Մեկը տա թուրքական առածված կա, խոսք ասում է, մեկը տալիս ես 10-ը վերցնում եմ։ Այս այդպես է, տեսակ, որ հենց այդպես էլ եղավ։ Ու հետո պարոն Նահապետյան, մարդը տեսեք էլ այս կերպարը նայում եմ ու ինչ մարդը ընդհանրապես երբ որ ընկեր է ընտրում, ամուսին է ընտրում կամ հակառակ ընկերուհի է ընտրում, կին է ընտրում, մարդը ընտրում է սրտով, արժե համակարգով, չէ՞ պիտի արժե բռնի, նկարագրով, ինչ որ բաներ, չէ՞ պիտի համընկնի։ Ես ուզում եմ հասկանալ, սիրելի հայրենակիցներ, սիրելի հայ ժողովուրդ, լավ, դուք որ գնում եք ընտրության, նույն ընտրությունն է, չէ՞ որ դու պիտի գաղափարես քեզ մոտ լինի, նկարագրով մոտ լինի, ինչ ասեմ, սրտով մոտ լինի եւ այլն եւ այլն։ Այս անձը ոտքից գլուխ, այսպես ասեմ, ագահության, չարության, ստորության, ստի խորհրդանիշ է։ Հիմա դուք որ գնում եք Նիկոլին ընտրելու, ինչ եք ուզում ասել։ Դուք ուզում եք ասել, որ դուք եք չար, դուք եք անարժե համակարգ, դուք եք անսիր, դուք եք անկարեկից, դուք եք ժողովրդական խոսքով ասած ծակ ոսկոր եւ անաստված, ասենք, որկրամոր մենակ ուտելու մասին մտածում։ Ինչ եք դուք մտածում, թե մտածում եք նեղ, այ հիմա մի հատ պուճուրիկ բիզնեսը ստացվել է, չէ, լավ է որ Նիկոլը մնա կամ ասենք ես գիտեմ, որ իմ զավակը փողոցային մի հատ թափթփուկ է, բայց պաշտոն է ստացել, լավ է որ մնա, ախր լավը գուցե նեղ այս պահին ձեր ընտանիքի համար ինչ որ մի բան, բայց դուք չեք հասկանում, լավ այդքան խելք չունեք, որ մի երկու քայլ եթե առաջ նայեք, ձեր կործանումն էլ է, մենակ մենք չենք կործանվելու, միասին բոլորս դժոխքի մեջ ենք հայտնվելու, լավ, գիտեմ դժվար է մտածելը, բայց կարելի է, չէ, մի քիչ նեղություն քաշեք, մի 10 րոպե մտածեք։ Ուրեմն ես կարծում եմ, որ այդ ընտրողների ճնշող մեծամասնությունը, ով տիգնա քաղ պայմանագրին մտածելա, որ այս պայն պիտի տա, իրենք չեն հավատում, որ մենք ունենանք այն ավերը, որի մասին մենք ամեն օր բարձրացնում ենք։ Ոնց երեք չէ դա։ Չէ, իրենք չեն հավա։ Իրենք մտածում են, որ իրենց տունը, իրենց բակը, իրենց շենքը, իրենց քաղաքը, իրենց երկիրը կշրջանցի, չէ, վստահաբար։ Իրենք չեն հավատում դրան։ Կա, այո, որոշակի փոքր զանգված, որը հարազատ հորն ու մորը կնոջն ու երեխեքին կծախի,
իր փորը լցնելու եւ անասնական կյանքով ապրելու։ Կա, այդպեսի կա։ Ոսկոր մի հատ էս օրինակ։ Կա որկրամոլության գագաթնակետը։ Մենակ ոսկորը լցվի ուտի։ Ինչու իսկ գիտեք ինչու է այդ Ես գիտեմ մեղքերից մեկն է։ Ստամոքսը չէ, որկրամոլությունը այ մեղքերից մեկն է։ Այդ մարդը ոչ թե ստամոքսն է կարիք ունի, այլ աչք։ Իհարկե։ Ուրեմն փառասիրությունը իր եսն է, էգոն է, որը աստղերին է հասնում։ Որկրամոլությունը իր սոված մարդկանց նկատմամբ վրեժխնդրությունը իր մանուկ ժամանակ ստացած ասենք կամ ապրած ոչ այդքան լավ օրերը ինքը վրեժխնդիր է բոլորին ինքը բոլորին նվաստացնի իսկ չար գոյանքա պարոն Ապետյան եթե գումարենք եւ հավաքական առնվոր ծնողների սերունդը այդ բանից պատերազմից հետո են ծնվել սովի տարիներ ա եղել դա ոչ մի նշանակություն չունի թե ինչի մեջ մարդը չար գոյանքա երևի ուրեմն մարը ես ասեմ ձեզ մարդը ավելի ինքնաբավ մարդիկ ես չեմ տեսել մարդը չար չի ծնվում Չէ, եկեք այսպես։ Մարդը չար, չէ, Աստծո ստեղծած էակը չար չի կարա, բայց չար կարա դառնա։ Ավասիկ այս մարդը դարձել է չար, չարի խորհրդանիշ։ Ստի, կեղծիքի, նենգության, խաբեության, փառասիրության, վրեժխնդրության, այսինքն երբ գնում ես պատարակի եւ մեղքերի թողության ժամանակ կարդում են, չէ՞, քո մեղքերը գիտակցված եւ չգիտակցած որ արել ես։ Երբ որ այդ բացում նայում ես, բարձում է մեծ մասը այս մարդու ուղակի հագուստն է, իր այությունն է։ Հայ ժողով դուք ձեզ չեք դարձել այդպեսին։ Դուք այդպեսին եք, որ դուք չեք գնալու ընտրության 21-ին որ չգնացիք, կամ գնացիք իրան ընտրեցիք, կամ դուք նույնն եք, դուք այդպեսին եք։ Հիմա տեսեք, այս մարդը ասում է այնտեղ, որ մենք ամենադեմոկրատ, ազատ խոսքը տեսեք մեզ մոտ ինչ է։ Ամեն մի խմբագրիս վրա մի 13 գործ կա։ Ամեն մեկիս վրա հələ մի հատ ուզում էի նաև հրապարակի գլխավոր խմբագրին մը քրեական տեսակ թե ինչ են պատրաստվում անել։ Ուրեմն ինչ խոսույթ ունեն իրենք, ինչպես են խոսում, ել չեմ ասում թքում, հրմշտում, սպանում եւ այլն, այդտեղ ոչ մի խոսք ընդհակառակ թքող, անպատվող, սրիկա, խարդախ, այդ մարդիկ, ասենք մի հատ սովորական տգետ, անգրագետ քնիչ Նարեկ Նալբանդյան մեկ էլ սենց արթնանում է դառնալով իրանց սրտի օլիգարխը միլիոնների մեջ ինքը ուզում է Հովիկ Աբրամյանի տունն է գնում ինքը ուզում է սուպերմարկետինգներ սենց միլիոններ միլիարդեր է դառնում եւ եթե հանկարծ դու դրա մասին խոսում ես քանի որ դատարանը իրենցն է ինչ է անում դատի է տալիս քո սրտի օլիգարխ Նիկոլ Քո սրտի օլիգարխն է եւ այդպես քո թքող ալենն է, այն մեկն է։ Մենք բոլորս դրա տակ ենք, եւ որ ինքը խոսում է այդպես, խո էլ չեմ ասում, որ այդ քո բանդան, ձեր բանդան, այս ֆեյքերի բանդա, դա բարից բուն իմաստով բանդա է, որտեղ այլանդակ հայոյանքներով եւ գիտեք ինչ ես չգիտեմ ինչ միլիոններ են ծախսում։ Այս են հիբրիդային պատերազմն է եվրոպացիներ, որ փող են տվել իրենց ընտրությունների համար, իրենք էլ ինչ են անում, իրանք էլ մեր դեմ այդ եւ բոլոր պայքարողների դեմ այդ արշավն են կազմակերպում։ Հիմա այս մարդը ասում է ժողովրդավարություն, դեմոկրատիա, պարոն Ապետյան, դուք եք ասում, մի հատ լսենք ոնց է խոսում լրագրող Անի Գևորգյանի հետ, ընդամենը Անին հարց է բարձրացնում, որ ձեր քաշքշելով, ստիպելով, նվաստացնելով իս դուրս են հրավիրել ազգային ժողովից, հետո էլ լուսավորման հրապարակից։ Խնդրեմ, տեսեք ինչ արդյոք։ Ինչ վերաբերում է ժողովություններին, այդ բոլոր ժողովությունները մեր աչքի առաջ են։ Հայաստանի Հանրապետությունը անցել է շատ ծանր փորձությունների միջով սա է, խոսքի ազատությունը սա է, այո, խոսքի ազատությունը դա է, որ դուք այդտեղ կանգնած եւ մյուսները ձեր հարցերը անկաշկանդ տալիս եք եւ ստանում եք ձեր պատասխանները անկախ նրանից ինչքանով եք գոհ այդ պատասխաններից։ Ինչ վերաբերում է, ես մի քանի անգամ իմ աչքով եմ տեսել, թե ինչպես եք դուք հազար ներողություն ՊՊՑ-ի ոտքի տակ ընկնում։ Այդ մարդիկ իրենց ծառայությունն են իրականացնում եւ դուք Իմ կարծիքով դիտավորյալ գալիս եք ընկնում եք ՊՊՑ-ի։ Հիմա եթե Նիկոլը լրագրողն է, դուք պատկերացիք ինչեր պատկերացնում եք։ Շնորհակալ եմ մեր գործընկերներին։ ՊՊՑ-ի ոտքերի տակ։ Անին եմ ասել, ես էլ ձեզ եմ տեսել ոնց եք Ալիևի ոտքերի տակ, օրինակ սենց ասել։ Մի հատ այդ պահը։ Ես էլ խոսում եմ ձեր մասին, հարցը տվեցիք լռեք մի հատ, հա։ Լռեք ասցի, լռեք թե չէ հենց հիմա դուրս կտարվեք ստեղից։ Լռեք հենց հիմա, ասի լռեք հենց հիմա, լռեք հենց հիմա, լռեք հենց հիմա, լռեք հենց հիմա։ Լռեք, գիտեք ով է։ Ես ուրեմն պատասխանատու ասում եմ, որ դուք դիտավորյալ պարտում եք, որպեսզի ՊՊՑ-ի տղաներ ձեր վրայով քայլեն։
Ես հարբած աջակիցներ չունեմ։ Նավակ ճոճողին մոռացել է Գյումրիում։ Ճիշտ է, նավակ ճոճողին մոռացել է։ Հարբած, որ անի վրա է տալիս։ Այո, եւ այդ հաճի, բայց գիտե որ մեր հետևորդներ անգամ սա է վիճակը 1 օր առաջ ինքը ասում է որ Հայաստանում խոսքի ազատություն, դեմոկրատիա եւ այլն եւ ոնց է խոսում եւ ինչ է ասում ոդքերի տակ ասում է դուք էսպես եւ այլն։ Ուրեմն մի անգամ այսպեսի խոսք եղավ, ինքը ասեց, եթե սխալվում եմ ես, սխալվում է նաև ժողովուրդը, որտեղ այդ ժողովուրդն է, չէ՞, ընտրել որպես վարչապետ։ Ուրեմն երբ որ գա լավ ժամանակները եւ Փաշինյան Նիկոլը օրենքի ամբողջ խստությամբ պատասխան տա բոլոր արարքների համար, վերջում գիտեք որ կռուտիտնա մցնելու։ Ասում է ես եք գիշ, դուք գիշ չէիք։ Բայց մեկը տեսեք ինչ լավ բան է հիշեցրել։ Մեկը կար Գեգամ Նազարյան, այն ասում էր, այդ մարդը ոչ գիժ է, ոչ անգրագետ է, դավաճան է, թե թուրք է, շատ բարդ հարց է։ Ականջը կանչի Գեգամ Նազարյանի։ Հա։ Ուզում ասել մեծ հաշվով մեր այս խոսակցության, քննարկման, գնահատման նպատակը որն է, իսկապես հունիսի 7-ին հարգելի հայրենակիցներ մեր լինելությունն է լինելու, այստեղ որոշվելու, մենք այստեղ ապրելու ենք, հայ ենք ապրելու, այդ ինքնությամբ ենք ապրելու, թե բացելու ենք, նույն Փաշինյանը բացել է, մենք դիմադրում ենք մեր հայնիկի վերջին հաշվով միջնաբերդն է մնացել, այս միջնաբերդը եթե վերցրեցին հայցուն չի լինելու այստեղ եւ դա դատարկ խոսքեր չէր հավասիկ եթե ես 2018-ին ասում եմ շատ շատերը թերահավատ էին ցավոք սրտի ես ճիշտ դուրս եկա որտեվ Արցախ կորցրեցինք հիմա նույն բանը պատրաստվում է Հայաստանի հանդեպ ինչու թուրքական աշխարհը հայկական սեպը թուրքական աշխարհի մեջից պետք է հանի դա Սյունիքը չի միայն դա ամբողջ Հայաստանի Հանրապետությունն է 1 երկրորդ հայկական հարցը վերջնարդյունքում պիտի փակվի եթե չկա պետություն որը միացյալ ազգերի կազմակերպությունում իրավական սուբյեկտ է եւ պահանջատեր է իր իրավունքների նախկին ներկա պահանջատեր լինելու եւ հետամուտ լինելու չկա այդ սուբյեկտը եւ բնականաբար որից է պահանջատիրություն Թուրքիայից չի լինի ասորների նկատմամբ այո 1915 թվականին եւս իրականացվել է ցեղասպանություն բայց անհատ ասորին մի բան է կազմակերպություն ասորիների մի բան է պետություն ասորեստան ուրիշ բան է Հիմա Թուրքիայի նպատակը նաև մեր պետականության չգոյությունն է, որ ընդհանրապես մեր հայնիկի վրա պետություն ստեղծած պետական կազմավորումից որևիցե այլ պետություն պահանջատեր չլինի։ Սա է խնդիրը, շատ պարզ է, եւ այդ գործին լծված է ոչ ավել ոչ պակաս Փաշինյան Նիկոլը իր այսպես կոչված քաղաքական խմբակով։ Նորից եմ կրկնում, պահը եթե եկավ եւ այս անձը Հայաստանում մնաց եւ պատասխան տվեց իր արած օրենքի շրջանակներում բոլոր արարքների համար վերջում գիտեք ինչ ասելու ասելա ես խնդրում եմ հրավիրեք հոգեբուժներին եւ հոգեբաններին ես գիժեմ հա արարքներ արել եմ բա ազգային անվտանգության ծառայություն կար տարբեր կառույցներ կար բա չէ նայում որ ես հոգեկան խնդիրներն են հոգեկան խնդիր ունեցող մարդու ոնց կարելի վարչապետ ես շատ բան էի ուզում Ինչու հարգելի պետական մարմիններ, հարգելի ԱԱՑ-ի Իվանեք, ասի գիտեք ինչ կա, ժողովուրդ ջան, հիմա դուք երկու ամսից պիտի գնաք ընտրության, եթե դուք տեսնում եք որ ինքը գիժ է, բա գնում եք դուք օրինակ գժի հետ կամուստանայիք, գժին ձեր գլխին տնօրեն կդնեիք, գժին ձեր բուտկայի շեֆ կդնեիք, ձեր գործի վրա գժին կդնեիք։ Չէ, չէիք դնի, բա հիմա գժին չեք դնում ձեր երկրի ղեկավար։ Դե եթե դնում եք, ուրեմն արժանի եք դրան։ Բա բարձ պրիմիտիվ բան է։ Եթե դուք որոշել եք, որ մարդը որ ասենք մի հատ խանութ աշխատացնես, գժին կդնես այդ խանութի տնօրենին։ Չէ, ղեկ, ասենք մեքենայի ղեկ կտաս։ Ավտոբուս, ասենք ասես մի հատ այդ գժին չէ։ Հիմա բայց եթե դուք որոշել եք, որ հայ ժողովրդի ձեր ճակատագիր, որտեվ հայ ժողովուրդ հենց ասում է, իրենք ասում են կապ չունի հետ։ Մենակ իմ տան մասին, երախու մասն եմ։ Պսիխոպաթիան եւ սոցիոպաթիան հիվանդություններ են, որոնք կարիք ունեն բուժման։ Մարդը եթե նման հիվանդություն ունի, պիտի գնա բուժվի։ Հիմա իդեպ այստեղ նաև ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրենը եւս պատասխանատվություն կրել։ Այս մարդիկ մտածում են առնելու են թռնենք, գնանք ծվարենք։ Այդ ձեր ծվարելու տեղերը այլևս էլ չի լինելու։ Ամերիկաններ, իրանք իրար շատ նման են։ Այսօր ինչ անենք մերնա։ Այդ կրթության նախարար, ԱՀԾ, այդ բոլորը բանը իրանք բոլորը շատ նման են։ Այս Դավիթի եւ Մինասյան, Միքայել Մինասյանն Այս եղբայրների դեպքը ցույց տվեց, որ իրենք չի կարող նույն արժե համակարգի տեր, նույն բարոյականության Չարժե համակարգի տեր արժեք չկա։ Չարժե համակարգի տեր մարդիկ են, որտեվ 18-ամյա
փայլուն գերազանց սովորող երիտասարդը, երկուսն էլ այսօր մեկը տնային կանանք, շարունակում են փակված մնալ, երեք էլ ակցիա տեղի ունեցավ եւ լավ է որ մեր ձեռքի տակ լիայի շնորհիվ հայտնվեց մի ձայնագրություն, որտեղ տեսնում ենք շատ կոնկրետ Նիկոլի թիկնապահները ոնց են հարվածում այս երիտասարդներին, ոնց են հրահրում իրենց, ինչը հրմշտելով եւ ընդհանրապես ինչ սադրանքի գնաց Նիկոլը եւ ինչպես սադրեց եւ ինչպես հասավ սրան եւ ինչ նպատակի հետապնդում։ Այս մի քանի վայրկյան է դիտեք, ոնց են հարվում մեկնաբան։ Ոնց է պարոն Ապետյան։ Այ չտեսա, մի հատ հետ դուր։ Թիկնապահ ոնց է հարվածում, հիմա կտեսնենք։ Տեսակ ոնց է հարվածում։ Այս այն թիկնապահն է, որը եկեղեցուց Հիմա շատ վատ է ինքնազգացողություն է, փոխանակ տեղափոխեն հիվանդանոց, տարել են Աբովյան, չէ՞։ Քրեակատարոտ, ես ինչ է անում։ Դե իմանանք, օրինակ այսպես, եթե Հայաստանում Թուրքիան կամ Ադրբեջանը նշանակեին կառավարիչ, ասենք իր տարածքը լիներ, այդ մարդը կաներ նման քայլեր, ամենայն հավանականությամբ կաներ։ Հիմա ինչ տարբերություն, դա Յան ազգանով կամ գենետիկորեն ինչ-որ մի հայ անում, թե թուրք անում, գործողություններ ես որակում եմ թշնամի անձի գործողություններ, իմ ժողովրդի, իմ պետության, իմ հայրենիքի, իմ ներկայու ապագայի նկատմամբ թշնամական գործողությունները։ Եթե մեր ժողովրդի մի մասը պիտի գնա թշնամու ձայն տա, որից տարբերություն չկա։ Իդեպ ասեմ, ցեղասպանության ժամանակ ոստիկանությունում, հատուկ ծառայություններում թուրքեբական հայեր էին, որոնք նաև օժանդակում էին, ցուցակներ էին կազմում, ասենք ապրիլ 24-ին մեր մտավորականությանը հավաքելու ես սպանելու կային այդպիսի հայ։ Իհարկե հետո որի ժառու բազկին արժանացան, շատ էին սատկացրեցին։ Բայց խնդիրը սատկացնելու չէ, մենք հայրենիք կորցրեցինք։ Հիմա մեր ժողովուրդը ուղղակի պիտի գիտակցի, այս անձի արած գործողությունները մեղմ ասած բարեկամական չեն, երկրի կառավարչի գործողություն չեն։ Թշնամի երկրի կառավարչը կարող է անել այն, ինչ որ անում է սա։ Ոչ ավել ու ոչ պակաս։ Դրա համար արդյունքը սա է լինելու։ Պարոն Ապետյան, անverջ ինձ ուծես հարցեր են ուղում, ինչի է, չգիտեմ ինչ էր խոսում պարոն Իսագուլյանը։ Պարոն Իսագուլյան ուղիղ եթեր է մտնում, կարող եք այդ հարցերը իրեն ուղղել եւ հետո եթե ձեր հարցերին կպատասխանի կամ չի պատասխանի, դուք ինքներդ հետեւություն արեք։ Հիմա ինչի եք անդադ այդ հարցը բարձրացնում։ Լսում եք, ձեր կարծիքով եզրակացություն եք կամ հետեւություն եք անում, մնացեք ձեր դրա հետ ինչն է խնդիրը։ Կամ կարող եք իրեն ուղիղ եթերում հարց բարձրացնել, եթե ինչ որ մի բանի հետ համաձայն չեք, ոնց որ հիմա, օրինակ այդպես հարց եք բարձրացնում, ես էլ ինչպես տեսնում եք, հետևում եմ եւ հնարավորինս այդ հարցերին արձագանքում եմ։ Եվ շատ ծանր վիճակ է հիմա մեր հարևան երկրում, Իրանում, այն իմաստով, որ տեսեք 3 խոշոր կամուրջ 3 փլուզվեց հրճվանքով, հանգիստ Թրամփը մի սատանա էլ նայեց, սատանան ինչ հանգստությամբ խոսում էր, տեսեք ես ինչ արեցի եւ ասում է շատ կարեւոր խոսք ունեմ իմ ժողովրդին ասելու եւ այդ կարեւոր խոսքի մեջ։ Հա, բայց դրանից հո Իրանը չպարտվեց այդ կամուրջը փլուզվելուց։ Այսինքն այս մարդիկ մտածում են, եթե հրամանատարին սպանենք, հրամանատարի տեղը ուրիշ հրամանատար չի լինելու։ Ասենք բանակում կարգ կա։ Օրինակ, տեսականորեն կա գումարտակի հրամանատար, որը մարտական գործողությունների մեջ է, սպանվում է, զոհվում է, ենթադրենք, կամ իրավիճակը այնպեսին է, որ այլոց չի կարող իր պարտականությունները կատարել, ասենք վիրավոր է։ Ունի տեղակալներ։ Չկան այդ տեղակալները ֆիզիկապես։ Գումարտակը Վաշտերից է բաղկացած։ Առաջին Վաշտի հրամանատարը ի պաշտոնը դառնում է գումարտակի հրամանատար։ Հիմա Իրանում սպանես առաջին դեմքին, երկրորդին, երրորդին, երեք իդեպ տեսանյութ էր Իրանի պետական հեռուստաընկերություն տարածել, որտեղ բանակի հրամանատարը իր ենթականների հետ, ծառայության պետերի, տեղակալների վարում էր խորհրդակցություն։ Այսինքն սպանվել է մեկը, մյուսի տեղը պատերազմ է, մյուսի տեղը այդ անձի տեղը թափուր չի մնում։ Արագ փոխարինվում է։ Այնպես կամուրջ տրակ հասնի, սա անի, այն անի, դա որից է ձևով ելքի վրա չի ազդա, այո, ավերածություններ եւ եկել Իրանը փաստորեն հերթական հրթիռային գրող դեպի ծոցի երկրներ եւ դեպի Իսրայել։ Այսինքն ավեր է բերվում։ Այստեղ ԱՄՆ գիտեք ինչով է, այսպես ասում է բոլոր տեղերը պատերազմում են, իսկ ես պարում եմ։ Բոլոր տեղերը պատերազմում են, իսկ ես պարում եմ։ Ես փողերն եմ հաշվում։ Իմ նավթը հիմա ամենաշատն է ծախվելու։ Ուրիշ տեղերը նավթ չկա, գազ չկա, ես եմ, ավերեցի Եվրոպայի տնտեսությունի դեպ հետաքրիր երեք փաստ ա եղել։ Եվրոպայում
Ֆրանսիայում կոնկրետ տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքապետի ընտրությունն է, նոր ընտրված քաղաքապետի առաջին գործերն ա եղել, որ Եվրամիության դրոշը հանել է, ուղղակի նետել է։ Վերջ ոչ մի Եվրամիություն, որտեղ Ֆրանսիայում մի քաղաքում Եվ նաև Չեխոսլովակիայի վարչապետն էլ շատ կտրուկ խոսեց, ասելով, որ ազգային ամեն ինչ վերանում է եւ մենք պետք է ինչ-որ բաներ։ Այսինքն Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն մեծ հաշվով որպես ատավիզմ վերանալու են։ Եվրոպական երկրները յուրաքանչյուր երկիր գալու է իր ակունքներին, իր նախասկզբին, իր ազգային արժեքներին, իր հավատին եւ չի դառնալու որպես բեռ շատ պետությունների համար, որպես գործիք շատ պետություններում իշխանություն բերելու այն մարդկանց, որը իրենց հլուհնազանդ շահերը կսպասարկեն, այդ թվում նաև Փաշինյանին։ Իդեպ խմբերը, որ գալիս են եվրոպական երկրներից, թշնամի պետության, թշնամի գործակալներ։ Ես կարծում եմ, որ ըստ արժանավուն պիտի մեր քաղաքական ընդդիմությունը դրանց դիմավորի, որտեղ գալու են Փաշինյանի կեղծիքները այստեղ օրինականացնել։ Այսինքն ինչ պակաս թշնամի են, հետո էլ շեփորարեն, որ Հայաստանում նորմալ ընտրություններ ա եղել։ Հետաքրքիր է ինչ էր ասում Թրամփը։ Տեսեք, սա իսկապես ֆաշիստական բանի, ֆաշիստի խոսք է, էլի։ Մենք նրանց բոլորին կուղարկենք քարե դար, սպառնում է Իրանին ինչի անելու։ Իրանի դեմ համագործողությունների հիմնական նպատակը մոտ են իրականացման վերջնարդյունքին մենք արդեն հասնում ենք։ Եթե գործարք չկայանա, մենք շատ ուժեղ կհարվածենք նրանց բոլոր էլեկտրակայաններին, ասեց եւ արդեն սկսել է անում է եւ գիտեք 3 կամուրջ է։ Մենք նրանց կտանենք, նորից է սպառնում, որ քարե դար կտանի, բանակցությունների ընթացքի մեջ են, նրանց նոր ղեկավարները պակաս արմատական են, ուստի կարելի ասել, որ ռեժիմն արդեն փոխվել է։ Մենք Իրանի հետ պատերազմի մեջ ենք ընդամենը 32 օր եւ նրանք արդեն ոչնչացվել են։ Ինքը ամեն օր դրա մասին է ասում, չէ՞։ 10 օր ոչնչացել։ Բանակ չկա, հաղթել են, բանակ չկա, հաղթել են։ Այո, Իրանի ղեկավարները մահացել են, նավատորմն ու ռազմաօդային ուժերը ոչնչացվել են, ղեկավարները ոչնչացել են, ռազմական գործարանները պայթեցել են, բայց որ պայթեցել են, այդ որտեղից են Մարս ոլորակից հաղթերները գնում, ծոցի երկրներն Իսրայելին։ Պարտվել են, Ամերիկան ինչպես եղել է իմ նախագահության 5 տարիների ընթացքում հաղթող, շարունակելու է մնալ հաղթող եւ հաղթում է։ ԱՄՆ-ում վառելիքի գները կարճաժամկետ աճը պայմանավորված են Իրանի գործողություններով, ինչպիսի գյուտ արեց։ Եվ մյուսը նավթի գների աճից տուժած երկրները պետք է վառելիք գնեն, ոչ ավել ոչ պակասումից, ԱՄՆ-ի։ Իհարկե, նոր է էինք ասում։ Իսկական խաղարիր Նոբելյան մրցանակի ելույթ, ամբողջությամբ, չէ՞։ Ուրիշ բան սան ավելացնել պետք չի։ Միայն մնում է մի հատ Նոբելյան մրցանակ տալ խաղաղության։ Այո, խաղաղության, գթության, սիրո, չէ, ճիշտ է ասում Արամը, վերջում էլ Փաշինյանի ցմփ։ Կամ էլ բանի, դրոշ գնա հանդիպեն սիրտ անում, ինչ անում է, չգիտեմ, այնքան արել արդեն մարտեց սավտեկից սրտխառնություն տանի բան են, շատ նման են, էլի մենակ ասում են վերջում մի հատ Նոբելյան մրցանակը հրճվանքով խոսում, ասա ոչնչացրել եմ, սա արել եմ, սպանել եմ, այսքան ուղղակի այս տականքը չմոռացավ ասել, որ անմեղ երեխաների ոնց է սպանել։ Չես ամեն ինչ որ երբ որ ազգի առաջ խոսում ես, ասա իհարկե իրենց համար այդ մանր բաներ են, չէ, փշրանքներ են, ինչ որ կյանքեր, երեխաներ, բան։ Ժողովուրդներ են, այդպես ոչնչացրել այդ երեխաները ինչ։ Բայց ծանր վիճակ է, այնօրում մեր հարևան երկրում ծանր վիճակ է։ Բայց դիմադրում է, դիմակայում է, ժողովուրդը փողոցում է, չի վախենում։ Այդ վերջին ինֆորմացիան հետաքրքիր է, չէ՞, դուք էլ հասցրեցիք կարդալ, պարոն Հապետյան, շատ հետաքրքիր էր, որ ուրեմն Իրանում մեկնարկված Ջանֆեդա հայրենիքի համար ինքնազոհաբերության Ջանֆեդան դա է նշանակում։ Արշավի շրջանակներում 4 օրից էլ քիչ ժամանակում ավելի քան, խնդրում եմ ուշադրություն, 6 միլիոն իրանցի գրանցվել է երկրի պաշտպանության համար։ Ահա այսպիսի ժողովուրդ են իրենք եւ պայմանագրային զինծառայող է մահացել, նախաձեռնվել է քրվարույթ։ Ինչպիսի խաղաղություն, Նիկոլ։ Մոտավորապես այնպիսի, ինչպես որ բերում է աշխարհի գլխին Թրամփը։ Ուղղակի իր հնարավորություններն է մի քիչ այդ պատերազմը մեր գլխին է, Թրամփին ամբողջ աշխարհի։ Ինքը Թրամփիկն է։ Օրինակ ինքը Զելենսկին եւ այլն, դրանք բոլորը Թրամփիկներ են։ Ընդ որում 3 բնութագրական նույնական հատկանիշներ ունեն՝ սերաշեղվածությունը, փառասիրությունը, աստղեր հասնող եւ ստախոսությունը։ Դե թվում էր թե Թրամփը գոնե այդ առումով պիտի որ նորմալ լինի, բայց ինչ ցույց կյանքը Էփշտեյնի ցուցակը ցույց տվեց, որ ոչ միայն շեղված են, այլ նաեւ մարդակեր են, չգիտեմ ինչ են։ Իմիջիայլոց պարոն Հապետյան, կարողացան այս հարցակումով Իրանի վրա հարցակումով ստերել Էփշտեյնի ցուցակի այդ բաները, թե ոչ։ Դեռ չէ։
Այսինքն նպատակներից մեկը ասում են դա է, որովհետև իրենց հրեշավոր գործողություններն էին, էլի փորձում։ Երևի թե թաքուն արվում է, դե առայժմ հիմա այդ ցուցակի մասին պատմությունը տեղեկատվական հոսքերում վերջերում է գտնվում, էլի։ Իրան, Միացյալ Նահանգներ, Տրամպիկներ, ընդ որում իդեպ ասեմ մի Տրամպիկ էլ կա հիմա հոգեբուժարանում, Սաակաշվիլի, շատ նման են իդեպ։ Ուշադրություն դարձեք, 3 հատկանիշ ունեն՝ սեռաշեղվածությունը, առաջին փառասիրությունը մեծ, անչափելի եւ ստախոսությունը։ Փաշինյան, Զելենսկի, Սաակաշվիլի, ելով կա սրանց նման։ Իսկ Պապան Տրամպն է, որտեվ նույն բաներ ինք ունի, փաստորեն բացահայտվեց։ Մինչ այդ բաներ այդպես շատ ավելի լուրջ է իրան պահում, բայց իրական վիճակներում սա է։ Նորից շարունակում եմ մեր հետևորդը պնդել, որ Անժելա դուք ասում եք իրեն հարց ուղեք Գառնիկ Իսագուլյանին։ Ես հարցրեցի, ինչ կաներ Քոչարյանին, եթե նա Նիկոլին տված լիներ իշխանություն, բայց Սերժ Սարգսյանի ոչինչ չի ասում։ Ես նորից եմ ասում, ձեր հարցերը ուղեք իրեն, ինքը ձեր հարցերը խորագետ հարց է, բայց հասցեատերը պարոն Իսագուլյանն է, ուղեք պարոն Իսագուլյանին ձեր հարցերը եւ վստահ եմ պարոն Իսագուլյանը ձեր հարցերին կպատասխանի։ Բարի։ Շնորհակալություն։ Եվ շնորհակալ։